Բարև ձեզ սիրելի բարեկամներս, ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանների YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերճշգրիտ կանխատեսումներ, ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին, եւ իհարկե ալիքի էջերում առկա են կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար, ինչպես տարվա կտրվածքով, այնպես էլ ամսվա կտրվածքով, արդեն վաղուց պատրաստ են մայիս ամսվա կանխատեսումները, եթե չեք դիտել, անպայման դիտեք այդ գերհետաքի շուրջ 2 ժամանոց վիդեոն, եւ ամեն շաբաթ ես ներկայացնում եմ գալիք շաբաթվա կանխատեսումները, աստվածույց լուսնացույցը, լուսնի փոխհարաբերությունները այլ մորակների հետ եւ կանխատեսումները բոլոր կենդանակերպերի համար, այնպես որ անպայման բաժանորդագրվեք ալիքից, որպեսզի մշտապես տեղեկացված լինեք այն մասին, թե ինչ է ձեզ սպասվում մոտ ապագայում։ Այժմ ներկայացնեմ սիրելի բարեկամներ գալիք շաբաթվա, այսինքն մայիսի 5-ից 11 ընկած ժամանակահատվածի աստղացույց լուսնացույցը, լուսնի փոխհարաբերությունները այլ մորակների հետ եւ կանխատեսումները կենդանակերպերի համար, այնպես որ դիտեք այս վիդեոն մինչև վերջ։ Սիրելիներս, մոտեցել ենք այս տարվա ամենաբարդ ժամանակահատվածին եւ գալիք շաբաթը լինելու է, այսպես ասած, այդ բարդ ժամանակահատվածի գագաթնակետերից մեկը։ Եվ լուսինը շարունակում է աճել, բայց լուսնային փոխհարաբերություն եւ այլ մորակների փոխհարաբերությունները բավականին մտահոգիչ են։ Շաբաթը սկսվելու է ընդհանուր առմամբ բարենպաստ տոնայնությամբ, այսինքն երկնային ոլորտները բարենպաստ երաժշտություն են մեզ ուղարկում, եւ մայիսի 5-ին սիրելիներս վաղ առավոտյան 7:13 Երևանի ժամանակով լուսինը գեղեցիկ եռանկյունի կկազմի կապի հեռահաղորդակցության մոլորակ Մերկուրի հետ 21 աստիճան առյուծ աստղակերպում գտնվում է լուսինը եւ 21 աստիճան խոյ կենդանակերպում գտնվում է Մերկուրին։ Արդեն 8:43 լուսինը նաև գեղեցիկ վեցանկյուն կկազմի մեծ երջանկության մորակ Յուպիտերի հետ, 22 աստիճան երկվորյակներում գտնվում է Յուպիտերը եւ լուսինը 22 աստիճան առյուծում։ Ընդհանուր առմամբ պետք է ասել, որ օրվա սկիզբը համենայն դեպս մայիսի 5-ի օրվա սկիզբը խիստ բարենպաստ է, սակայն օրվա ընթացքում լուսինը լարված քառակուսի կառաջացնի անսպասելի փոփոխությունների հեղափոխական ուրան մոլորակի հետ, որը շարունակում է գտնվել ցուլ կենդանակերպում, 26 աստիճան առյուծում գտնվելու է լուսինը եւ 26 աստիճան ցուլ կենդանակերպում գտնվելու է ուրանը, եւ իհարկե օրվա երկրորդ կեսին հնարավոր են զանազան անսպասելի զարգացումներ, կապի խափանումներ, վթարներ, չգիտեմ, ինչ որ խնդիրներ հոսանքի հետ, այնպես որ զգուշ եղեք մայիսի 5-ի արդեն օրվա երկրորդ կեսին ժամը 5-ից հետո, եւ այսինքն երեկոն բավականին լարված է արդեն լինելու մայիսի 5-ի եւ արդեն 23:39 մայիսի 5-ին լուսինը մուտք կգործի կույս կենդանակերպ։ Իհարկե կույս կենդանակերպում հատկապես նա շարունակաբար մայիսի 6-ին լուսինը գտնվելու է կույս կենդանակերպում, իսկ մայիսի 7-ին բավականին դրական է սկսվում օրը 8:50 կադաշի ժամանակն, այսինքն լուսնի եւ արեգակի առաջին եռանկյունին է, ներդաշնակ փոխհարաբերություն է, որը տեղի կունենա մայիսի 7-ին 8:50 Երևանի ժամանակով եւ 16 աստիճան ցուլ կենդանակերպում գտնվում է արեգակը եւ 16 աստիճան կույս նշանում գտնվում է լուսինը, շատ բարենպաստ է հենց մայիսի 7-ը առավոտյան եւ օրվա առաջին կեսին փոխհարաբերություններ հաստատել կամ վերականգնել փոխհարաբերությունները տարբեր միջ ենթադրենք սեռական կանանց հետ, տղամարդկանց հետ, ընդհանրապես բարենպաստ է ինչ որ համաձայնության գալ, պայմանագրեր կնքել, գործնական պայմանագրեր կնքել, ինչ որ գործարքներ կատարել, շատ բարենպաստ է հենց մայիսի 7-ի առավոտյան։ Օրվա ընթացքում հատկապես երեկոյան մայիսի 7-ին իհարկե լարվածությունը աճելու է, որովհետև 20:29 Երևանի ժամանակով լուսինը լարված քառակուսի կառաջացնի մեծ երջանկության մորակ Յուպիտերի հետ, որը գտնվում է շարունակաբար, գիտեք, երկվորյակում 22 աստիճան երկվորյակներում Յուպիտերն է եւ 22 աստիճան կույս նշանում ուրեմն
Լուսին, ընդհանուր առմամբ պետք է ասել բարեխառն օրեր, շաբաթը սկսվում է համեմատաբար բարեխառն, սակայն բավականին մեծ լարվածություն կլինի շաբաթվա երկրորդ կեսին, այսինքն գալիք շաբաթվա երկրորդ կեսին, եւ հատկապես մայիսի 5-ից սկսվում է այդ լարվածության շեշտակի աճը։ Արդեն մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը 4:29 րոպեին Երևանի ժամանակով լուսինը գեղեցիկ եռանկյունի կկազմի ուրան մորակ, այսինքն լուսինը գնում է դեպի բարձրագույն մորակների հետ հարաբերություն, իսկ մենք գիտենք, որ ցանկացած անգամ բարենպաստ հարաբերակցություն լուսնի բարձրագույն մորակների հետ բավականին խնդրահարույց է եւ լարվածություն է առաջացնում։ Եվ իհարկե այդ գիշերը կարող եք դուք նաև մարգարեական երազներ տեսնել, կանխատեսական, այսինքն աշխատեք հիշել այդ երազները, որպեսզի հասկանաք ձեզ ապագայում ինչ է սպասվում, բայց արդեն առավոտյան 8:11 րոպեին, արդեն լույսը բացվելուց հետո լարվածությունը շեշտակի աճելու է, որովհետև լուսինը լարված դիմակայության մեջ է մտնում չարաբաստիկ սահմանափակումների մոլորակ Սատուրնի հետ 28 աստիճան ձկներում գտնվում է Սատուրն եւ 28 աստիճան կույս կենդանակերպում գտնվում է լուսինը։ Իհարկե սա էմոցիոնալ լարվածություն է, բարդություններ է ստեղծում միջանձնային հարաբերությունների, շփումների համար, ինչ որ անհարկի վիրավորանքներ, նեղվածություն, այդ ամենը հենց մայիսի 8-ի առավոտյան է հնարավոր։ Լարվածություն նաև կարող է լինել սահմաններին դեպ 11:06 րոպե մայիսի 8-ին, սիրելի բարեկամներ, լուսինը մուտք կգործի կշեռ կենդանակերպ եւ անմիջապես լարված հարաբերություն կկազմի չարաբաստիկ Նեպտուն մոլորակի հետ, որը գիտեք, որ բացի դրանից, որ դա միստիկա է, մոգության մոլորակ է, բարձրագույն հոգևոր սիրո դրսևորում է, բարձրագույն իր օկտավայի մեջ հնչեղության, բայց նաև մոլորությունների անորոշության մոլորակ է։ Եվ արդեն 13:45 րոպեին մենք ունենանք լուսնի եւ Նեպտունի լարված դիմակայություն, 1 աստիճան խոյ կենդանակերպում գտնվում է Նեպտուն եւ 1 աստիճան կշեռքում գտնվելու է լուսին։ Սա իհարկե դեզինֆորմացիա, շատ մեծ քանակությամբ դեզինֆորմացիա, կեղծ տեղեկատվություն կարող է տարածվել հենց մայիսի 8-ի ցերեկը, այնպես որ զգուշ եղեք եւ մի քանի անգամ ստուգեք տեղեկատվությունը, նոր ի գիտություն ընդունեք դա։ 18:48 րոպեին լուսինը կկազմի վերջին բարձրագույն մորակի հետ, եռանկյունի Պլուտոնի հետ, կազմը եռանկյունի 3 աստիճան ջրհոսում գտնվում է Պլուտոնը եւ 3 աստիճան շերքում գտնվում է լուսնի, սա իհարկե արդեն հնարավոր է ինչ-որ հայտարարություններ հնչեն ուժային կենտրոնների կողմից ապագա ռազմական գործողությունների հետ կապված, լարվածության հետ կապված, վերջնագրեր հնարավոր է հնչեն, հա, որովհետև արդեն իհարկե եռանկյունին բարենպաստ փոխհարաբերություն է, բայց այնուամենայնիվ կշեռքը այստեղ լուսինը կշեռքում շատ վատ հարաբերակցությունների մեջ է, նաև նա 21-ից արդեն 22 րոպե երեկոյան լուսինը Վեներայի դիմաց կկանգնի եւ դիմակայություն կկազմի սիրո եւ գեղեցկության մորակ Վեներայի հետ, որը գիտեք, որ արդեն գտնվում է խոյ կենդանակերպում ապրիլի 30-ից սկսած 5 աստիճան խոյում գտնվում է Վեներան եւ 5 աստիճան կշեռքում գտնվելու է լուսինը։ Եվ մայիսինը բարենպաստ օր է, սիրելի բարեկամներ, 6:06 րոպե Երևանի ժամանակով վաղ առավոտյան մենք ունենանք գեղեցիկ եռանկյունի լուսնի եւ Մարսի միջև նախաձեռնության ակտիվության մորակ։ Մարսը գտնվում է առյուծում, 9 աստիճան առյուծում գտնվելու Մարսը եւ 9 աստիճան կշեռքում գտնվելու լուսին։ Սա լավ է ակտիվությանը, ֆիզիկական, նախ եւ առաջ ֆիզիկական ակտիվության համար բարենպաստ է։ Ցանկալի է զբաղվել սպորտով, շատ քայլել, որպեսզի այդ Մարսի կողմից տրված էներգիան ամանավանդ աճող լուսնի ֆոնին ձեր մոտ չառաջացնի իհարկե ինչ-որ հիվանդություններ եւ այսինքն էներգիայի ավելցուկը խնդիրներ չառաջացնի առողջական։ Բարենպաստ է անցնելու նաև մայիսի 10-ը, օրվա ընթացքում արդեն վաղ առավոտից 10:17 րոպե Երևանի ժամանակով մենք ունենք լուսնի եւ մեծ երջանկության Յուպիտերի միջև գեղեցիկ եռանկյունի, որը իհարկե կնպաստի միջանձնային շփումներին, կոնտակտներին, նոր ծանոթություններն են բարենպաստ այդ օրը, նոր պայմանավորվածությունները, նոր բիզնեսը եւ այլն, այսինքն բոլոր նորը ինքը
մեծ աճի, այսպես հնարավորություն կունենա եւ տենդենց կունենա։ Եվ արդեն օրվա վերջում ամսի 10-ին մայիսի 23:58 րոպե լուսինը մուտք կգործի չարաբաստիկ կարիճ աստղակերպ, ինչու է չարաբաստիկ լուսնի համար կարիճը անկման նշան է, որովհետև լուսինը իր զորության գագաթնակետին է հասնում եւ թագադրվում է ցուլ կենդանակերպում, որը գտնվում է կարիճի դիմաց։ Իհարկե ամսի 11-ը շատ վտանգավոր եւ լարված օր է լինելու, այդ օրը ինչ որ ռիսկային գործունեությամբ մի զբաղվեք, մի պլանավորեք կարևոր հանդիպումներ, ինչ որ կարևոր որոշումներ մի կայացրեք, որտեվ այդ կիրակին բավականին լարված է անցնելու, արդեն 1:15 րոպե, այսինքն մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը արդեն 1:15 րոպեին լուսինը կդիմակայի կապի հեռահաղորդակցության մոլորակ Մերկուրիի հետ, որը իհարկե արդեն մայիսի 10-ից 16:15 րոպեից մուտք է գործել ցուլ կենդանակերպ եւ ցուլ նշանում, հիշեցնեմ, կմնա մինչեւ մայիսի 26-ը։ Այստեղ զրոաստիճան ցուլ նշանում գտնվում է Մերկուրին, զրոաստիճան կարիճում գտնվելու է լուսինը։ Այնուհետև 7:42 րոպե լուսինը լարված քառակուսի կկազմի չարաբաստիկ ռազմի մոլորակ Պլուտոնի հետ, 3 աստիճան ջրհոսում գտնվում է Պլուտոնը եւ 3 աստիճան կարիճում գտնվում է լուսինը։ Եվ ի վերջո վերջին այդ լարված մոլորակային հարաբերությունը մայիսի 11-ի շատ ծանր օր է, 21:38 րոպե լուսինը լարված քառակուսի կկազմի նաեւ ռազմի մոլորակ Մարսի հետ, 10 աստիճան առյուծում գտնվում է Մարս եւ 10 աստիճան կարիճում գտնվելու է լուսին։ Իհարկե սա շատ այսպես գագաթնակետին է հասցնում այս մայիսի լարվածությունը եւ հենց գարիկ շաբաթվա վերջում կլինի այդ գագաթնակետը, այնուհետև հաջորդ, այսպես ասած, պիկային ծանր իրավիճակը, այդ թվում նաև ոչ միայն ռազմաքաղաքական, այլ տնտեսական առումով դա կլինի մայիսի կեսերից հետո դիտարկվող լուսնի եւ արևի եւ ուրանյան սպասելի փոփոխությունների մոլորակ Ուրանի միությունը։ Գիտեք, Ուրանը արդեն ցուլի վերջում է գտնվում։ Ուրանը մեզ մոտ գտնվում է 26 աստիճան ցուլ կենդանակերպում եւ մայիսի երկրորդ կեսին արդեն 15-ից հետո արևը կմիանա Ուրանին, որը արդեն նույնպես կխորհրդանշի այդ անսպասելի զարգացումները, հնարավոր են նաեւ լայնածավալ զանգվածային ելույթներ իշխող, չգիտեմ, վերնախավերի դեմ տարբեր երկրներում, ոչ միայն Հայաստանում, նաև սեյսմիկ ակտիվությունը, գիտեք, որ այս օրերի ընթացքում բազմաթիվ երկրաշարժներ են տեղի ունենում, ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում եւ տարածաշրջանից դուրս նույնպես հրաբուխներ են ժայթքում եւ դա այդ բոլորը այդ մայիսյան լարվածության հետ է կապված։ Ահա այսքանը, սիրելի բարեկամներ, այն մասին, թե ինչ հարաբերակցություններ կկազմի լուսին այլ մուրակների հետ եւ ինչ կարելի է սպասել։ Իսկ այժմ, սիրելիներս, ներկայացնեմ կենդանակերպի նշանների կանխատեսումները գալիք շաբաթվա համար, այսինքն մայիսի 5-ից 11-ը ընկած ժամանակահատվածում։ Սիրելի խոհեր, շաբաթը բարեխառն է լինելու ձեզ համար։ Մայիսի 5-ից 8-ը զբաղվելու եք ընթացիկ աշխատանքային հարցերով եւ առողջական հարցերով։ Մայիսի 8-ից 10-ը զգուշացեք զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից, որտեղ հետագայում եթե փչացնեք հարաբերությունը դժվար կվերականգնեք, դե խոյերին բարդ վիճակ է սպասում, բարդ զարգացումներ են սպասում, արդեն Նեպտունը անորոշության մոլորակ մուտք է գործել խոյ եւ մայիսի վերջին գիտեք, որ նաեւ չարաբաստիկ սահմանափակումների մոլորակ Սատուրնն է մտնելի խոյ, այնպես որ խոյեր նախապատրաստվեք մեծ փոփոխությունների։ Մայիսի 10-ից 11-ը հնարավոր են ինչ-որ բարդ իրավիճակներ, կրիտիկական իրավիճակներ, հնարավոր է ձեր շտաբ գումար անհրաժեշտ լինի, բայց մեծ վարկեր եւ պարտքեր մի վերցրեք, զգուշ եղեք նաեւ ճանապարհներին։ Սիրելի ցուլիկներ, ձեզ համար նույնպես բարեխառն է լինելու գալիք շաբաթը։ Մայիսի 5-ից 8-ը երեխաների հետ եք հաճելի ժամանակ անցկացնելու, երեխաները ձեզ կուրախացնեն, բարենպաստ է նաեւ բիզնեսի համար, սիրելի ցուլեր։ Մայիսի 8-ից 10-ը զբաղվելու եք ընթացիկ
աշխատանքային խնդիրների, նաև առողջական խնդիրների լուծմամբ։ Իսկ մայիսի 10-ից 11-ը զգուշացեք բախումների ձեր գործընկերների եւ զուգընկերների հետ, որովհետեւ հետագայում դժվար կվերականգնեք այդ հարաբերությունները։ Սիրելի երկորակներ, շաբաթը ընդհանուր առմամբ բարենպաստ է ձեզ համար, մայիսի 5-ից 8-ը զբաղվելու եք ձեր տան ընտանիքի ծնողների հետ կապված հարցերի լուծմամբ եւ կարգավորմամբ։ Հնարավոր է փաստաթղթեր ձևակերպեք, տան համար անշարժ գույքի հետ կապված ինչ-որ որոշումներ կայացնեք։ Մայիսի 8-ից 10-ը շատ ուրախ ժամանց, հանգիստ, լավ լուրեր ձեր երեխաներից, բարենպաստ է նաև բիզնեսի համար։ Մայիսի 10-ից 11-ը ընթացիկ աշխատանքային հարցերով եք եւ առողջական հարցերով եք զբաղվելու։ Սիրելի խեցգետիներ, ձեզ համար գալիք շաբաթը նույնպես բարենպաստ է։ Մայիսի 5-ից 8-ը կարճ ճանապարհ է ձեզ սպասում եւ կարևոր լուր, որը դուք վաղուց եք սպասում։ Մայիսի 8-ից 10-ը զբաղվելու եք տան ընտանիքի ծնողների հետ կապված հարցերով, նաև հնարավոր է ինչ-որ անշարժ գույքի հետ կապված հարցեր լուծեք, տան համար ինչ-որ գնումներ կատարեք, նամանավանդ որ հիմա Մերկուրին արդեն արագ ընթաց է եւ կարելի է անել գնումներ, կատարել գնումներ, ճամփորդություններ եւ այլն, արդեն Մերկուրին լավ վիճակում է։ Եվ մայիսի 10-ից 11-ը սիրելի խեցգետներ, կուրախացնեն ձեր բալիկները, երեխաներից լավ լուրեր եւ բարենպաստ իրավիճակ հանգստի բիզնեսի համար գնալու եք հանգստի, ես տենց եմ կարծում։ Սիրելի առյուծներ, ձեզ համար գալիք շաբաթը եւս բարենպաստ է մայիսի 5-ից 8-ը, բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, սիրելի առյուծներ, փող եք ստանալու։ Մայիսի 8-ից 10-ը սիրելի առյուծներ, կարճ ճանապարհ է գնալու եւ այդ ճանապարհի ընթացքում հնարավոր են կարևոր ծանոթություններ, հեռանկարային ծանոթություններ, շատ բարենպաստ, արդեն Մերկուրին ուղընթաց է կամ ինչ-որ կարևոր լուրեր, շարժական գույքի հետ կապված հարցեր եք լուծելու կամ ենթադրենք հնարավոր մեքենա գնեք։ Մայիսի 10-ից 11-ը զբաղվելու եք տան ընտանիքի ծնողների հետ կապված հարցերի լուծմամբ։ Սիրելի կույսիկներ, ձեզ համար եւս ընդհանուր առմամբ բարենպաստ է գալիք շաբաթը, մայիսի 5-ից 8-ը զբաղվելու եք ձեր արտաքին տեսքի հմայքով, արտաքին տեսքով գործնական եւ անձնական հարցերի լուծումը բարենպաստ է, որովհետեւ հաջողությունը ձեր կողմն է, սիրելի կույսեր։ Մայիսի 8-ից 10-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, փող եք ստանալու եւ մայիսի 10-ից 11-ը կարճ ճանապարհ եք գնալու, որ ընթացքում հնարավոր է շատ հետաքրքիր ծանոթություն լինի։ Սիրելի կշերքներ, բարեխառն է լինելու ձեզ համար գալիք շաբաթը, մայիսի 5-ից 8-ը կակտիվանան ձեր գաղտնի թշնամիները, զգուշ եղեք։ Մայիսի 8-ից 10-ը զբաղվեք ձեր արտաքին տեսքով, հմայքով եւ գեղեցկությամբ, անձնական եւ գործնական հարցերի կարգավորումը հաջող է լինելու, որտեղ հաջողությունը ձեր կողմն է, սիրելի կշերքներ, մայիսի 10-ից 11-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, սիրելի կշերքներ, փող եք ստանալու։ Եվ սիրելի կարիճներ, ձեզ համար ընդհանուր առմամբ եւս բարեխառն է անցնելու գալիք շաբաթը, մայիսի 5-ից 8-ը ընկերական ջեր միջավայրում հնարավոր է ինչ-որ շատ կարևոր հարցի լուծում ստանաք, կարևոր երազանք, կարևոր նպատակ, որ վաղուց սպասում եք դրա իրականացմանը, վերջապես իրագործվի, սիրելի կարիճիկներ։ Եվ մայիսի 8-ից 10-ը ակտիվանալու են ձեր գաղտնի թշնամիները, այնպես որ զգուշ եղեք։ Մայիսի 10-ից 11-ը զբաղվեք ձեր արտաքին տեսքով եւ գեղեցկությամբ, հաջողությունը ձեր կողմն է։ Սիրելի աղեղնավորիկներ, ձեզ համար ընդհանուր առմամբ եւս բարենպաստ է գալիք շաբաթը, մայիսի 5-ից 8-ը կարևոր գործնական, պետական դրան հետ կապված հարց է լուծվելու ձեզ համար, սիրելի աղեղնավորներ, պաշտոնի հետ կապված, աշխատանքի հետ կապված, ինչ որ փաստաթղթերի հետ կապված շատ բարենպաստ օրեր են մայիսի 5-ից 8-ը։ Եվ մայիսի 8-ից 10-ը ընկերական միջավայրում հնարավոր է լուծում ստանալ ձեր ամենաբաղձալի նպատակներից եւ երազանքներից մեկը։ Շատ լավ է կատարել նաեւ այդ արարողակարգերը նպատակների, երազանքների իրականացման համար, սիրելի աղեղնավորներ, դրանք դուք կարող եք դիտել իմ աստրոմագ եւ թալիսմաններ երկրորդ YouTube-յան ալիքում, այնպես որ անպայման բաժանորդագրվեք նաեւ այդ ալիքին։ Նոր վիդեոներ են լինելու ի դեպ այդ ալիքի վրա եւ 10-ից 11 մայիսի
ակտիվանալու են սիրելի աղանամորներ, ձեր գաղտնի թշնամիներին, պես որ զգուշ եղեք։ Սիրելի այդ եղջյուրներ, ձեզ համար ընդհանուր առմամբ բարենպաստ եւ շատ բարենպաստ է գալիք շաբաթը մայիսի 5-ից 8-ը արտասահմանից լուր եք ստանալու կամ նվեր 8-ից 10 մայիսի պետական դռան հետ կապված կարևոր հարց է լուծվելու, լինի աշխատանք, լինի պաշտոն, լինի ինչ-որ կարևոր հարց, որը ոչ մի կերպ չէ լուծվում, վերջապես դա պաշտոնական ինչ-որ խնդիրների հետ կապված կստանա լուծում եւ մայիսի 10-ից 11-ը կկատարվի սիրելի այդ եղջյուրներ ձեր ամենանվիրական երազանքներից մեկը կուրախացնեն ձեզ նաեւ ձեր չափահաս երեխաները հնարավոր է հայտնեն իրենց ամուսնության կամ նշանադրության մասին։ Սիրելի ջրհոսներ, շաբաթ ընդհանուր առմամբ բարենպաստ է նաև ձեզ համար մայիսի 5-ից 8-ը ստրեսային մի փոքր իրավիճակ լինելու շտապ հնարավոր է գումար ձեզ պետք է, բայց մեծ վարկեր կամ պարտքեր մի վերցրեք։ Մայիսի 8-ից 10-ը արտասահմանից լուր կամ նվեր եւ մայիսի 10-ից 11-ը կարևոր գործնական հարց է լուծվելու ձեզ համար սիրելի ջրհոսներ, չպետական դռան հետ կապված, աշխատանքի հետ կապված, արդեն Պլուտոնը 20 տարով մուտք է գործել ջրհոս սիրելիներս եւ իհարկե դուք պետք է արդեն պատրաստ լինեք մեծ էական փոփոխությունների ձեր կյանքում։ Եվ սիրելի ձկնիկներ, նույնպես բարենպաստ է ձեզ համար, բարեխառն է ձեզ համար այս շաբաթը մայիսի 5-ից 8-ը հնարավոր են բախումներ եւ կոնֆլիկտներ ձեր գործընկերների կամ զուգընկերների հետ։ Մայիսի 8-ից 10-ը ստրեսային իրավիճակ, անսպասելի զարգացումներ են հնարավոր է ձեզ անսպասելի գումար պետք գա, այնպես որ մեծ պարտքեր կամ վարկեր այնուամենայնիվ մի վերցրեք այս անկումնային ժամանակահատվածում։ Մայիսի 10-ից 11-ը լավ լուր արտասահմանից կամ նվեր։ Ահա այսքանը սիրելի բարեկամներ այն մասին, թե ինչ է մեզ սպասվում մայիսի 5-ից 11 ընկած ժամանակահատվածում, անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանի եւ իմ YouTube-յան ալիքին, կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում, բաժանորդագրվեք նաև աստրոմագիա եւ թալիսմանների երկրորդ YouTube-յան ալիքին, այնտեղ նոր վիդեոներ կլինեն եւ կհանդիպենք շատ շուտով, stay tuned։